Համալսարանները կպատրաստեն ոչ թե պարզապես շրջանավարտներ, այլ որոշումներ կայացնող մարդիկ։ Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր։ Հայոց պատմության դեմ այսօր հայտարարված պատերազմին անմիջապես վերջ կդրվի։ Հայոց եկեղեցու դեմ պատերազմը անմիջապես կդադարեցվի եւ պետությունը կդադարի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ եկեղեցականները կարիք չունեն զբաղվելու քաղաքականությամբ, իսկ պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին։ Սփյուռք Հայաստանը տեր է ամբողջ աշխարհի հայերին։ Սա մեր գաղափարախոսական գլխավոր հերասյուներից է։ Մենք ուժեղ ենք իրարով աշխարհում։ Մի հատ էլ տեսեք, մենք աշխարհի որ մի պետություն գնում ենք, միանգամից սկսում ենք փնտրել մեր հայրենակիցներին։ Նրանք ամենուր են պարզապես, տարբեր երկրներում, բիզնեսի մեջ, համալսարաններում, կրթության համակարգում, ամենատարբեր բնագավառներում։ Մենք պետք է այս ամենը օգտագործենք նաև հանուն մեր ժողովրդի զարգացման համար, մեր հայրենասեր հայրենակիցների շնորհիվ։ Ես ընդհանրապես սա պատկերացնում եմ հատկապես նրանով, որ Հայաստանը պետք է իսկապես տեր լինի մեր բոլոր հայրենակիցներին աշխարհում։ Երբ հայը գալիս է Հայաստան, հենց այդպես օդանավակայանից կարմիր գորգով պետք է դիմավորենք նրան, որովհետև նա զգա, որ իր տուն է եկել։ Սրանք կարևոր գաղափարախոսական հենասյուներ են։ Օլիգարխիայի դեմ պայքարը մենք անվանում ենք հավասար հնարավորությունների ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքարը պատասխանատվության անխուսափելիություն, ոչ թե դավաճանների որոնում, այլ հայրենասերների միավորում, ոչ թե անցյալի քննադատություն, այլ ապագայի կառուցում, որ հիմնված է մեր ազգային շահերի առաջնահերթության վրա։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ մեր սիրելի Երևան քաղաքին։ Երևանը մեր քաղաքն է։ Ոչ թե զբոսաշրջային պարզապես ցուցափեղկ, ոչ թե խաղահրապարակ կառուցապատողների համար եւ ոչ թե հողի սպեկուլյացիայի առարկա։ Երևանն այն վայրն է, որտեղ ապրում են մեր ընտանիքները, մեծանում են մեր երեխաները, աշխատում են մեր մարդիկ։ Նայեք, թե ինչ է կատարվում։ Կառուցապատողները հողատարածքներ են ստանում, բայց շուրջը չկան դպրոցներ, պոլիկլինիկաներ, այգիներ, նոր թաղամասեր են կառուցվում առանց ճանապարհների, առանց ենթակառուցվածքների։ Տրանսպորտը խցանումների մեջ է, որովհետև քաղաքը տասնամյակներ շարունակ զարգացել է առանց հստակ ծրագրի, քանի որ հիմքում դրել են կառուցողների եւ կառուցապատողների, այլ ոչ թե բնակիչների շահերը։ Թաղամաս ես կառուցում ես նաև դպրոց, պուրակ, ճանապարհ, չկա ենթակառուցվածք, չկա թույլտվություն։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք մենակ չենք։ Ես ուրախ եմ արձանագրել, որ երբ մենք նախաձեռնեցինք միասնության թևեր քաղաքական նախաձեռնության մեկնարկը հոկտեմբերի 8-ին, մեզ գրեթե անմիջապես միացավ մեր գործընկեր Շան Դաշին կուսակցությունը, որի հետ ճանապարհն անցած այս ժամանակահատվածում այնքան սերտ է, որ մենք մեկ թիմով ենք լիարժեք աշխատում։ Ես ուրախ եմ հայտարարել, որ մենք ունենք համագործակցություն եւ մեզ միացել են Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, առաջ արժանապատվության շարժումը, հասարակական կազմակերպություններ, կարևորագույն գործառույթներ իրականացնող զինվորականներ, որոնք իրենց գործը գիտեն ոչ թե թղթերից, այլ կոնկրետ գործով։ Մեզ հետ է Սփյուռքը, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Ամերիկայից, Լիբանանից եւ աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք միավորվել ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն ապագայի, հանուն արդար ինստիտուտների, հանուն ընդհանուր ինքնության, մեր ազգային ինքնության։ Մենք կմիավորենք կոռուպցիայի դեմ պայքարողներին եւ ազնիվ գործարարներին, բարեփոխումների կողմնակիցներին եւ կայունությունը գնահատողներին,
փոփոխություններ ցանկացող երիտասարդությանը եւ փորձառու մասնագետներին եւ ոչ թե կամ այսպես մենք կհաղթահարենք հասարակության պառակտումը եւ ում եմ ես դիմում նրանց ովքեր հերոսական պայքարով ստեղծեցին մեր պետությունը ձեր սխրանքը զուր չէ միասին մենք կկառուցենք այնպիսի պետություն որն արժանի կլինի ձեր զոհողությանը մեր մայրերին մենք կառուցում ենք այնպիսի երկիր, որտեղ դուք ոչ միայն չեք վախենա ձեր երեխաների ապագայի համար, այլ կունենաք վստահություն հայրենիքում նրա ապահով կյանքի համար։ Գործարարներին ձեր ջանքերը իմաստ կունենան եւ արդյունք կտան։ Երիտասարդներին ձեր հաջողությունը որոշվելու է ձեր աշխատանքով եւ գիտելիքով։ Հիշում եք որտեղից ես սկսեցի։ Որ մենք պետք է կարողանանք պատասխան տալ, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել եւ տեր լինենք մեր իրավունքներին։ Ես հիմա նկատի ունեմ հենց այս ընտրությունները պետք է լինեն հենց մեր պատասխանը։ Պատասխան նրանց, ովքեր 35 տարի մեզ ասել են, որ պետք է համբերենք։ Մենք չենք ուզում նոր պատերազմներ, չենք ուզում ապրել անցյալով։ Մենք ուզում ենք աշխատել, դաստիարակել, երեխաներ, բիզնես բացել, սովորել, խաղող աճեցնել։ Մենք ուզում ենք նորմալ կյանք, նորմալ երկրում, որտեղ ապահով է եւ արդար, եւ մենք այն կկառուցենք։ Եվ վերջում, ես հիմա մի կողմ եմ ուղղակի դնում մարդու իրավունքների պաշտպան եւ գիտնական Թաթոյանին։ Եվ ես հատուկ հայտարարում եմ, որ ես ձեզանից մեկն եմ, հայ մարդ, այնպիսի մարդ, որին դուք միշտ ճանաչել եք, երևանցի, եւ ես նաեւ հատուկ ասում եմ, որ ես հայտ եմ ներկայացրել վարչապետի պաշտոնին հավակնելու, որովհետեւ հոգնել եմ եւ մենք հոգնել ենք 35 տարիների այն ստերից եւ չիրականացված խոստումներից։ Բոլոր նախկին ղեկավարների ժամանակն անցել է։ Նրանցից ոչ մեկի հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում, հատկապես դա վերաբերվում է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած իշխանությանը։ Սիրելի հայրենակիցներ, մինչ ընտրությունները մնացել է 100 օրից էլ քիչ։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի իր թեկնածուն, Եվրոպան ունի իր թեկնածուն։ Անգամ որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց այդպես է, Ադրբեջանն անգամ ունի իր թեկնածուն։ Իսկ ուր է Հայաստանը։ Իսկ ուր է Հայաստանի թեկնածուն։ Մեզ պետք է մարդ, որի կատարած գործերից, ծրագրերից, մենք բոլորս որտեղ լինի մեր հայրենակիցները կասեն, սա մեր թեկնածուն է, Հայաստանի մարդը, մեր տղան։ Եվ այո, Հայաստանն ունի իր թեկնածուն։ Ես Հայաստանի թեկնածուն եմ, եւ ես որպես վարչապետի ձեր թեկնածու հայտարարում եմ, որ ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով, մեր երկրի ազգային շահերով, հանուն մեր ամուր երկու ոտքի վրա կանգնած ազգային պետականության։ Բայց վարչապետի պաշտոնում իմ առաջադրվելու պատճառները նաև այլ են։ Պատճառներից է նաև այն, որ ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ կա խաղաղություն։ Ես ուզում եմ ապրել մի երկրում, որը ուժեղ է այնքան, ամուր է այնքան, որ կարողանում է պաշտպանել ինքն իրեն։ Եվ գիտակցում եմ, որ այդ խաղաղությունը նրա շնորհիվ է, որ ամուր է երկիրը եւ կանգնած է իր երկու ոտքի վրա։ Ես ուզում եմ ապրել մի երկրում, որն արդար է, որտեղ չկան ծայրահեղ աղքատներ։ Արդար է բոլոր առումներով, պայմաններով, երիտասարդների համար,
կյանքի բոլոր հնարավորություններով։ Ես ուզում եմ ապրել երկրում, որը իրավունքի եւ օրենքի երկիր է, այլ ոչ թե կոնկրետ անհատների երկիր։ Ես հավատում եմ իմ երկրին եւ հավատում եմ իմ ժողովրդին առավել եւս, որովհետեւ գիտեմ, որ չկա Հայաստանում որևէ հարց, որ մենք բոլորով միասին չկարողանանք լուծել։ Մենք մեր հնարավորություններով, մենք ինքներս պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները։ Ես առավել եւս հավատում եմ մեր երիտասարդներին։ Երիտասարդները ունեն հանդիպում իրենց ճակատագրի հետ, եւ այդ ճակատագիրը մեր պապերի երազած երկիր ունենալն է, ամուր, ոտքի վրա երկու կանգնած, ժողովրդավարությամբ եւ պաշտպանված մարդկանցով։ Եվ ես որպես վարչապետի թեկնածու հայտարարում եմ, որ ասելու եմ միայն այն, ինչ կարող ենք իրականացնել, երբեք չեմ խոստանալու բաներ, որոնք հնարավոր չի լինելու կատարել։ Շատ կարևոր է նաև, որ այս ընթացքում ուրիշները ասելու են ձեզ ընտրեք վախի ու բողոքից ելնելով։ Մենք ասում ենք, ընտրեք մեզ հանուն հույսի եւ հավատի։ Եվ մենք մենակ չենք, մեր հետևում կանգնած են մեր երիտասարդները, մեր մասնագետները, որոնց մասնակցությամբ, որոնց շնորհիվ մենք մշակել ենք արդյունավետ ծրագիրը, բարդ, բայց արդյունավետ, բարդ պրոցեսներով անցած, բայց արդյունավետ ծրագիր։ Մենք դա իրականացնելու ենք միասին։ Հատուկ ուզում եմ խոսել նրա մասին, որ մենք պետք է ունենանք խելացի լուծումներ, միասին, բոլորով, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր երկիրը, եւ մենք դա անելու ենք միասին։ Դրա համար պետք է առաջին քայլը կատարել խելացի ընտրություն, միասին, մտածված եւ արդյունավետ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ եւ զորեղ։ Շնորհակալություն։